ուրեմն ֆիքս են, որ այդ պայմանը նկատի ունես, դե հստակ ասեց, դրաման եմ ասում մի քիչ, Քասախիդի տրանսպորտի դեպքում դուրս գա մինչև Պոշտայի մոտ, Պրոշան համայնքի դեպքում մի քիչ էստակադակ կա, մեր հանդիպման ընթացքում այն ինչ որ դուք բարձրաձայնել եք, այն առաջարկը որ դուք արել եք, այն խորությունը որ դուք ներկայացրել եք, համապատասխանում է իրականության, թե ոչ, խնդրում եմ ներկայացնել։ Չի համապատասխանում։ Դուք ես երկու անգամ էլ հարցրեցիք։ Դուք եկեք հեգնեցիք ճիշտ ասած, բայց մենք ժամանակ դուք ձեր վերանով ասեցիք, որ դե հա, մենք ասենք այդ ինչ որ պայմանական ենք ասում, ոչ մեկ էլ չի։ Ես կենասեք, հա, հոգ չենք չափելու 150 մետր տվեք դիտակի չեք աշխատել։ Ես ասեցեք կարող է պլյուս մինուս ասել շարժել դրա, եթե խոսենք դրա մասին։ Դուք հեգնեցիք, շատ վերում դարձան, խնդրում եմ բանջանում, ուրեմն դուք ասեցիք, որ մոնիտորինգ է կատարվել, երկու ուղևորափոխադրման հստակ տիպը պատկերացնում, ասեցի չէ նման։ Հիմա ես ձեզ ասում եմ, ամսի մեկին, ընդամենը մի քանի օր հետո, մեր համայնքի ներքևի մասում գործել է կոմպլեքս կազմակերպություն, ինքը գիպերմարկետ է, մեծ հոլ է, հանրապետությունում եզակի, որը ունի 5000 աշխատատեղ։ Հիմա ես ասում եմ, ընդամենը մի քանի օրից լինելու է դրա բացում, ամսի մեկից նաև բացվելու։ Դուք եթե արել եք մոնիտորինգ, կարող եք հստակ պատկերացնել ուղևորափոխադրման թիվը ծավալը ինչ ա լինելու ընդամենը 2 օր հետո, պատկերացնում եք։ Պատկերացնում եւ կարծում եմ պատրաստ եք տրանսպորտ, տեսեք, երբ որ տեղի ունեցել ուղևորափոխների հաշվարկ, այդ կազմակերպությունը չի եղել ուղևորափոխների հաշվարկում։ Շատ լավ։ Հիմա վաղը կարող է լինել մեկ այլ կազմակերպություն, կարող է որևէ գործարան բացվել, որ բազմահազարանոց աշխատատեղերով եւ ուղևորափոխների լրացուցիչ պահանջ առաջանում։ Այսինքն նույնիսկ են պահի ազդեցանակ են դինամիկա այդ ամեն ինչը փոփոխվում է։ Հիմա տեղի ունեմ ուրբանիզացիա Երևանում։ Ես ձեզ հասկանում եմ, ո՞րս եք հասկանում ձեզ։ Իմ հարցը շատ հասարակ է։ Ուրեմն մոնիտորինգը, որը կատարվել է, շատ կարճաժամկետ, գուցե մի քանի օրվա կտրվածքով է կատարվել։ Ես խնդրում եմ եւ առաջարկում եմ գոնե 1 տարվա կտրվածքով դուք մոնիտորինգ արեք, ես խնդրում եմ ուղղակի կազմակերպեք հանձնաժողով, եկեք միասին նայեք։ Ես համայնքի ներսի մասին, հենց մենակ համայնքի ներսում, Քասախ համայնքի ներսում կատարել եմ նորակառուցումների ֆոտոներ, կարող եմ փոխանցել ձեզ այս ֆոտոները։ Դա հենց Քասախ համայնքի ներսում է։ Ընդամենը 1 տարի հետո Արթուր Մարտիրոսյանն է։ Ընդամենը 1 տարի հետո մեր համայնքը եռապատիկ աճելու է։ Դուք դրա մոնիտորինգ արեք։